Առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող տելեգրամյան չաթ է ստեղծվել, որտեղ հարցերի տեղատարափ է։ Քաղաքացիներն ու բժշկական հաստատությունների աշխատակիցները փորձում են հասկանալ ինչպես, որտեղ եւ երբ։ Նույնն է, որ գնամ բանկ, աշխատողն իմ գործարքները թողնի ու րոպեն մեկ գնա մի իմացողի, շեֆին բան հարցնի գա, գրի ջնջի։ Ու ես նստած աղոթեմ, որ սխալ չանի, կամ սպան ու զինվորը իրար հետ զենք քանդել հավաքել սովորեն։ Սա ինչ իրարանցում է։ Հասկանում եմ ընտրություններ են, բայց նորից բժիշկների ստվերային ակտիվ մասնակցությամբ։ Հարգելի Տիկին Ավանեսյան, խնդրում ենք կարգավորել վերականգնողական բուժման ուղեգրի հարցը, քանի որ զինվորականների համար ամեն մի օրը շատ կարևոր է եւ չեն կարող ամեն անգամ չստացվող ուղեգրի համար ծառայությունից բացակայել։ Բարև ձեզ։ Եթե անձը գրանցված աշխատող է եւ վճարում է ապահովագրավճար, նաեւ ունի ԱՁ, որի նախորդ տարվա շրջանառությամբ պայմանավորված եւս համարվում է վճարող, ապա հետվերադարձ կատարվում է, թե երկու պարագայում էլ վճարող է հանդիսանում։ Բարև ձեզ, խնդրում եմ բացատրեք, թե դժվարամատչելի հետազոտության ուղեգրելիս ինչու են պահանջում քաղված, քիչ են մեր գրագրությունները։ Եվ այսպես շարունակ։ Այս ֆոնին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած Zoom հանդիպումը հիվանդանոցային օղակի բժիշկների հետ նույնպես լիարժեք չի կայացել։ Շատերը չեն կարողացել միանալ, իսկ խոստացված տեսագրությունը մինչ օրս չեն ստացել։ Կառավարությունն այս ծրագիրը ներկայացնում է որպես երկարսպասված բարեփոխում, սակայն հրապարակված պայմաններն ու մեխանիզմները մի շարք լուրջ հարցեր են առաջացնում։ Անհատ ձեռներեցներ, մեկ անգամյա վճարում 12 ամսվա համար։ Խնդրահարույց է անհատ ձեռներեցների կարգավիճակը։ Եթե ԱԶ-ն ունի 2.400.001 դրամ եւ ավելի շրջանառություն, նա պարտավոր է մինչեւ 2026 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել հաշվետվություն եւ նույն պահին վճարել ապահովագրավճարը միանգամից ամբողջ տարվա համար։ Ավտոմատ փոխհատուցում առանց ընտրության իրավունքի։ Պաշտոնական պարզաբանումների համաձայն ապահովագրավճարի փոխհատուցումն իրականացվելու է ավտոմատ եղանակով։ Այսինքն քաղաքացին չունի ընտրության հնարավորություն ոչ ապահովագրողի, ոչ փաթեթի, ոչ էլ ծառայությունների ծավալի հարցում։ Միակ բացառությունը սոցիալական փաթեթի շահառուներն են, որոնք պետք է դիմում ներկայացնեն։ Մնացած քաղաքացիների համար համակարգը գործելու է լուռ համաձայնության սկզբունքով։ Գործազուրկները պարտավոր են վճարել։ Համակարգի առավել վիճահարույց կետերից մեկն այն է, որ ապահովագրության համակարգում ներառված քաղաքացու գործազուրկ դառնալը նրան չի ազատում վճարելու պարտավորությունից։ Ըստ գործող կանոնների մեկ անգամ համակարգ մուտք գործելուց հետո անձը մնում է այնտեղ առնվազն 12 ամիս, անկախ իր ֆինանսական վիճակի փոփոխությունից։ Չես վճարում, զրկվում ես ծառայությունից։ Ապահովագրավճարը չվճարելու դեպքում որևէ այլ ընտրանքային մեխանիզմ չի առաջարկվում, պարզապես կասեցվում է ապահովագրական փաթեթը։ Այսինքն քաղաքացին վճարում է պարտադիր, բայց չվճարելու դեպքում զրկվում է նույն այդ պարտադիր ծառայությունից առանց սոցիալական բարձիկի։ Դեղերը տրվում են մասամբ։ Թեև ապահովագրության փաթեթը ներառում է դեղերի փոխհատուցում, սակայն ոչ ամբողջական։ Քաղաքացին ստիպված կլինի հավելավճար կատարել այն դեղերի համար, որոնք ամբողջությամբ չեն փոխհատուցվում։ Նշենք նաև, որ ապահովագրությամբ նախատեսված դեղերը տրամադրվում են միայն էլեկտրոնային դեղատոմսի հիման վրա եւ այն դեղատների կողմից, որոնք պայմանագիր ունեն ապահովագրության հիմնադրամի հետ, համեմատելով միջազգային փորձի հետ։ Եվրոպական մի շարք երկրներում պարտադիր առողջության ապահովագրությունը գործում է, սակայն հիմնականում մասնավոր ապահովագրողների միջոցով, մրցակցային միջավայրում։ Ամենահաջող օրինակներից մեկը Նիդերլանդներինն է, որտեղ ապահովագրությունը պարտադիր է, բայց իրականացվում է մասնավոր հատվածի միջոցով, նվազեցնելով ռիսկերի կենտրոնացումը պետության ձեռքում։ 2024 թվականի հունիսի 28-ին Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրին օժանդակող 110 միլիոն դոլարի վարկ, որը տրամադրվում է ոչ թե նախապես, այլ կոնկրետ արդյունքների դիմաց։ Ըստ քննադատների, եթե այս տարի պարտադիր ապահովագրության համակարգը չներդրվեր, կառավարությունը չէր ստանա այդ վարկը, որի վերադարձն ու սպասարկումը հետագայում իրականացվելու է քաղաքացիների հաշվին հարկային բեռի ավելացման միջոցով։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։